Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։ Բարև ձեզ, ATV-ի եթերում մեր պատմությունը հաղորդաշարի հերթական թողարկումն է, որն իրականացնում ենք մեր գլխավոր գործընկեր Converse բանկի հետ միասին։ Արցախի եւ Մռավի լեռնաշղթաների միջև անտառապատ փոքրիկ բլրի վրա վեր է խոյանում Դադիվանք վանական համալիրը։ Պատմիչների վկայությամբ առաջին դարում այստեղ քրիստոնեություն քարոզելու նպատակով ժամանել էր Սուրբ Թադեոս առաքյալի աշակերտներից Դադին, ով հենց նահատակվել է այստեղ եւ հետագայում նրա գերեզմանի վրա կառուցվել է վանք եւ ի պատիվ Դադի այն անվանել են Դադիվանք։ Այս վանական համալիրը 5-րդ դարում արդեն հանդես է գալիս որպես եպիսկոպոսական կենտրոն եւ սկսում է կարևոր դեր խաղալ ինչպես Արցախի, այնպես էլ ողջ Արևելյան Հայաստանի հոգեվոր ու մշակութային կյանքում։ Ասում են, որ 12-րդ դարում նաեւ ինչ-որ ժամանակահատված այստեղ է եղել Մխիթար Գոշը եւ աշխատել իր հայտնի դատաստանագրքի վրա։ Իսկ միջնադարում արդեն Զաքարյան իշխանապետության օրոք Դադիվանքում մեծ թվով վերանորոգչական աշխատանքներ են կատարվում։ Մեր հաղորդման շրջանակներում այսօր պատմելու ենք Դադիվանք վանական համալիրի մասին։ Այսօր խոսելու ենք Հայաստանի ամենանշանավոր վանական կենտրոններից մեկի մասին, խոսքը առաջին դարի, այսինքն Հայաստանում քրիստոնեության տարածման վաղագույն ժամանակաշրջանի հետ կապվող Դադիվանքի մասին է։ Այս վանքի հիմնադրումը կապվում է այնպիսի անձնավորության հետ, ինչպիսին է Դադին, խոսքը Թադեոս առաքյալի աշակերտներից մեկի մասին է, որ քարոզություն է իրականացրել Հայաստանի արևելյան մասերում, մասնավորապես Արցախ աշխարհում, եւ այստեղ նահատակվել եւ նահատակության վայրում որտեղ որ ամփոփվել է նրա մարմինը, հետագայում սկիզբ է առել վանական համալիրը։ Վանքի հիմնադրման մասին ավանդությունը հյուսվում է 4-րդ, 5-րդ դարերի հետ, բայց այդ ժամանակաշրջանից շատ ավելի ուշ 9-րդ դարի սկզբներից նոր հիշատակվում է այն մատենագրական տեղեկություններում որպես գործող վանական համալիր։ Այս առումով իհարկե վանքը նաև ունի բացի հիշատակությունները պահպանված շինություններ, որոնք թվագրվում են սկսած 10-րդ դարից եւ նրա ավելի վաղ 9-րդ դարի շերտի մնացորդներ։ Այս առումով իհարկե 10-11-րդ դարերով թվագրվում է նրա այն եկեղեցին, հնագույն եկեղեցին, որ հենց Սուրբ Դադիի անունն է կրում եւ նախընթաց տարիների, վերջին տարիների հնագիտական աշխատանքները այստեղ բացել էին հետարքիր պատկեր եւ պարզ էր դարձել, որ նաեւ գործ ունենք այստեղ հուղարկավորության հետ վաղ քրիստոնեական ժամանակաշրջանի, որը որ կարող է հենց կապված լինել այս շրջանում քրիստոնեության տարածման եւ հիշյալ նահատակության դրվագի հետ։ Դադիվանքի կառույցների մեջ բնականաբար առանձնանում է Սուրբ Կաթողիկե եկեղեցին, որպես գլխավոր կառույց պահպանված մի քանի եկեղեցիների եւ աշխարհիկ շինությունների մեջ այն առանձնահատուկ է, այն բացի այն որ զբաղեցնում է ամենաառանցքային դիրքը, ամենաաչքի ընկնողն է իր ճարտարապետական հորինվածքով եւ որ ամենահետարքիրն է ներսում իր որմնանկարներով եւ արտաքուստ քանդակներով։ Այս քանդակներն ունեն որոշակի խորհրդաբանություն։ Բանն այն է, որ եկեղեցին կառուցվել է այստեղի իշխանուհի Արզու Խաթունի կողմից 1214 թվականին ավարտվել է շինարարությունը եւ այն փաստորեն իր ամուսնուն էր նվիրված Վախթանգին եւ որդիների հետ միասին է շինարարությունը ավարտին հասցվել։ Դադիվանքը հենց այս եկեղեցական կառույցի Սուրբ Կաթողիկեի օրինակով սերտ աղերսներ ունի եւ ճարտարապետական նույնականություն ու ավանդույթի շարունակություն է դրսևորում Բագրատունյաց Հայաստանի վանական համալիրների շինարարության հետ։ Խոսքը օրինակ Հաղպատի վանքի լուծումներին է վերաբերում, մասնավորապես այստեղ Դադիվանքի այս եկեղեցու ճակատին երկու որդիներն են պատկերված, իշխանու երկու որդիները ոտքից գլուխ պատկերված են, իրենց ձեռքներին
մանրակերտն է եկեղեցու եւ սա փաստորեն շատ նման է ուղիղ շարունակություն է Բագրատունյաց Հայաստանում եղած նմանատիպ ավանդույթի, երբ արքան կամ արքայի որդիները պատկերվում էին իրենց առանցքային վանական կենտրոնի եկեղեցու շինարարությամբ։ Այստեղ իհարկե նաև առանձնանում է հենց Վախթանգ իշխանի քանդակը, որը վանքի անվան պայմանական ասած պատճառը դարձած Սուրբ Դադի հետ է պատկերված եւ այս առումով իհարկե առանձնանում է իր պատկերաքանդակներով եւ ել ավելի առանձնահատուկ եւ հետաքրքիր են որմնանկարները հայ միջնադարյան որմնանկարչության բացառիկ օրինակներ այստեղ կան եկեղեցու ներսում մասնավորապես պատկերված է Նիկողայոս Սքանչելագործի օրինակ եպիսկոպոսական խույրի շնորհման տեսարան Հիսուս Քրիստոսի կողմից եւ միևնույն ժամանակ նրան թիկնոց է շնորհում Սուրբ Աստվածածինը, Մարիամ Աստվածածինը եւ այս պատկերը բացառիկ է եւ իր դրվագով եւ կատարողականով ընդ որում շատ ցավալի է որ բավականին տուժել են որմնանկարները 1960-ական թվականների հատկապես խորհրդային գործողությունների արդյունքում խորհրդային Ադրբեջանի իշխանությունները այդ ժամանակ որոշել են վանքի տարածքում գյուղ հիմնել եւ սկզբից բնակվողները մուսուլման ադրբեջանցի վերաբնակիչները բավականին վատ են վերաբերվել այդ տարածքը փաստացի հենց բնակվել են վանական համալիրի ներսում եւ ուղակի ոչնչացրել են այդտեղ եղածը նույնիսկ իրենց կենցաղային օգտագործման տեսանկյունից, երբ որ մենք նայում ենք հարցին։ Այս հետարքիր որմնանկարի կողքին նաև մեկ այլ հետարքիր դրվագ կա Սուրբ Ստեփանոս նախավկայի այդ քարկոծման սպանության տեսարանն է, օրինակ պատկերված եւ այլ տեսարաններ։ Այս աշխատանքներից զատ այս երկու կարևոր եկեղեցական կառույցներից նաև եւս երկու եկեղեցիներ ամբողջությամբ պահպանվել են գավիթներ, զանգակատունն է բավականին առանձնանում, զանգակատան ներսում բաց հատվածում առաջին հարկի պահպանվել է մեզ համար բացառիկ նշանակություն ունեցող զույգ խաչքարային գործ, երկու գեղեցկագույն խաչքարեր, որոնք պատվիրված են եղել այստեղ իր հոգևոր ծառայություն իրականացնող Աթանաս Վանականի կողմից եւ 1280-ական թվականներին այս հրաշք ասեղնագործ խաչքարերը տեղադրվել են այս ժայռափոր կարծեք վիճակում այստեղ։ Դադիվանքում նաեւ բազմաթիվ աշխարհիկ շինություններ կան եւ այդ աշխարհիկ շինությունների մեջ առանձնանում է օրինակ Սեղանատունը, այստեղ նաեւ առաջնորդարանն է, որտեղ մշտապես եպիսկոպոս է նստել, այսինքն Դադիվանքը եպիսկոպոսանիստ է եղել, առանցքային կենտրոն տարածաշրջանի համար, ավելի շատ վարչական, ի տարբերություն Ամարասի ավելի վարչական նշանակություն է ունեցել եւ միևնույն ժամանակ Դադիվանքի այս շինությունների մեջ առանձնացել է իհարկե գրադարանը, դպրատուն գրադարանը եւ նաեւ այլ բազմաթիվ շինություններ, տնտեսական հատկապես բնույթի շինություններ են շատ եղել, Դադիվանքը հսկայական կալվածքներ է ունեցել, պետք է նշել այն հանգամանքը, որ Դադիվանքը եղել է Վերին Խաչենի հայոց իշխանության հոգևոր կենտրոնը, ուշ միջնադարում այս իշխանությունը ավելի հայտնի էր եւ ամբողջ գավառը Ծար անունով եւ փաստորեն Դադիվանքը նրա հոգևոր կենտրոնն էր, սահմանները նրա վարչական պաշտոնեության տարածվում էին հյուսիսում Ուտիկ մինչև Ուտիքի հարավային շրջաններ Ուտիկ նահանգի, արևելքում տարածվում էին դեպի ներքին Խաչեն, իսկ հարավում հասնում էին փաստորեն Սյունիքի համապատասխան կենտրոնական մասեր, մոտավորապես եթե ներկայիս մեր պատկերացումներով նշենք Գորիսի ժամանակակից տարածաշրջանի հատված մինչև եւ Տաթևի վանքի տիրույթների հետ էին փաստորեն, Տաթևի վանքի գյուղերի հետ էին սահմանակից դառնում եւ հենց այս նույն տրամաբանությամբ նրա սահմանները արևմուտքում հասնում էին մինչև Գեղարքունիքի հարավ,
եւ նորից փաստորեն Տաթևի վանքի գյուղերի հետ էին սահմանակից դառնում։ Հենց լինելով Վերին Խաչենի հոգևոր կենտրոնը այն կարևորագույն նշանակություն ուներ առան շահիկների տոհմից ճյուղավորված Վախթանգյան տոհմի համար, որը որ իշխում էր այստեղ մինչև 12-13-րդ դարերը եւ հետո պետք է Զաքարյան ընտանիքի հետ շահ կապեին եւ նրանք այստեղ փաստորեն բավական մեծ կալվածներ էին ապահովել եկեղեցու համար, որպեսզի դադիվանքը կարողանար գործել եւ լինելով գավառի հոգևոր կենտրոնը, այստեղ բնականաբար պետք է նաեւ մշտապես եպիսկոպոսանիստ վարչական իշխանություն լիներ, եպիսկոպոսական իշխանություն, որը որ պետք է տարածվեր ամբողջ գավառի տարածքում։ Ընդ որում կալվածատիրությունը ծավալվել եւ պահպանվել է նույնիսկ մինչեւ 20-րդ դարի սկիզբը, օրինակ ռուսական կայսրության Արևելյան Հայաստանում լինելու առաջին տասնամյակներին 250,000 հեկտարից ավելի տարածք փաստորեն գտնվում էր Դադիվանքի տնօրինման ներքո։ Հետագայում 5 անգամ կրճատվեց նրա տարածքը, կալվածքների ընդհանուր չափսը մինչեւ 20-րդ դարի սկիզբ եւ շատ հետաքրքիր է, որ նույնիսկ այն ժամանակ, երբ որ փաստացի Վերին Խաչենի տարածքում մեծամասնությունը բնակչության այլևս հայեր չէին, նույնիսկ այդ ժամանակ Դադիվանքը տնօրինում էր բոլոր այն տարածքները, ներառյալ անտառային գոտիները, վարելահողերը եւ արոտավայրերը, որտեղ ժամանակավորապես բնակվում էին նույնիսկ քրդեր։ Խոսքը 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի մասին է, եւ նրանք փաստացի վարձակալ էին որպես հանդես գալի այս տարածքի պարագայում։ Վերջին տարիներին ադրբեջանական պատմազեղծարարները բազմաթիվ թեզեր են տարածում Դադիվանքի հետ կապված եւ վերագրում են նրան իբրև թե աղվանական ծագում, փորձում են դրանով իրենց հավակնությունները նրա նկատմամբ հիմնավորել։ Հիմնավորումներից մեկը նրանց կողմից աղավաղված ինչ որ անվանումով Խուդավենգ են կոչում Դադիվանքը, իսկ իրականում հայկական նրա զուգահեռ անվան աղճատում են նրան կատարում խութավանք ձևով մենք տեսնում ենք, որ վանքը երբեմն հիշատակվում է, որովհետև կառուցված է եղել խութի վրա, այսինքն բլրակի վրա եւ այդ Թարթար գետի փաստորեն ափին գտնվող այդ բլրակի հանգամանքից ելնելով մեր աղբյուրները հենց հայկական աղբյուրները շատ ավելի առաջ, քան այստեղ երբևէ եղել է թյուրքական որևէ ցեղախմբի կամ քրդական ներկայություն, տարածքը խութավանք են զուգահեռաբար կոչում։ Այսինքն դա իրականում հայկական զուգահեռ անվան աղճատումը եւ կեղծումն է։ Նաեւ մեկ այլ փաստարկ են բերում հիմնավորելու համար, ասում են, որ քանի որ այստեղ իբրև մուսուլմաններ են ապրել, քրդերին են ակնարկում, չնշելով նրանց բնակության հանգամանք հենց որպես քրդերի, ապա նշում են, եթե գավառում հայերը մեծամասնություն չէին կազմում, ինչպես կարող էր դա հայկական եւ վանքի նկատմամբ այդպես հարցականները մեծացնում էին։ Բանն այն է, որ հատկապես 18-րդ դարի երկրորդ կեսից այստեղ նկատելի է եղել հայկական տարրի տեսակարգ նվազում, բայց եթե մենք նայում ենք այդ տարածքը հետո խորհրդային շրջանում ինչ էր կոչում հատկապես, խոսքը Խարվաճարի շրջանի մասին է, որ Արցախի Հանրապետության վարչական բաժանումներով կոչվում էր Շահումյանի շրջան, պատմական Շահումյանի շրջանի անվամբ, որպեսզի այդտեղ հավակնությունները հաստատվեին մյուս Շահումյանի շրջանի նկատմամբ, ադրբեջանցիները դա Քելբաջարի շրջան են կոչում, այդ Խարվաճարի տարածքի փաստորեն եթե մենք զուգակցում ենք կատարում, հենց Խարվաճարի շրջանն էլ ստացվում է, որ պատմական այդ ծար գավառն է կամ Վերին Խաչենը, որտեղ որ Դադիվանքը եղել է վճռորոշ իր վարչական իշխանությամբ եւ շատ հետաքրքիր մի բան կա, որի մասին քիչ է խոսվում եւ շատ ուժեղ փաստարկ է մեր հարևանների քարոզչության դեմ, բանն այն է, որ հայոց կաթողիկոս Սիմեոն Երևանցին, ամենայն հայոց կաթողիկոս 1763-80 թվականներին իր ջամբր աշխատության մեջ, հարկացուցակի մեջ նշում է
գյուղացանք, դադիվանքին ենթակա 20-ից ավելի գյուղերի ցանկ, որոնք որ հարկատու են փաստորեն վանքին։ Եվ հարկատվության հանգամանքը ցույց է տալիս, որ այդտեղ բնակվողները հայ առաքելականներ են, հակառակ դեպքում նրանք չեն կարող լինել այդ տարածքում հարկատու հայոց եկեղեցուն, այսինքն մուսուլմանը հայոց եկեղեցուն չէր վճարելու իր հարկը։ Այս առումով իհարկե եւս մեկ փաստարկ է հայտնվում, որ նույնիսկ 18-րդ դարի երկրորդ կեսին այս գավառը շարունակում էր ունենալ շեշտված հայկական դիմագիծ, չնայած օրինակ Քյոլանի կոչվող քրդերի զանգվածային ներհոսքին, այնուամենայնիվ դեռևս վճռորոշ ուժը նրանք էին, ընդ որում շատ հետաքրքիր գործընթաց է գնում նախ եկեղեցու պաշտոնեության փոփոխության, որ Գանձասարի կաթողիկոսի փոխարեն ենթարկվեն ամենայն հայոց կաթողիկոսին, եւ մյուս կողմից նաեւ ինչ է տեղի ունենում, քանի որ Արցախում ձևավորվում էր Ղարաբաղի խանություն մուսուլման ղեկավարի գլխավորությամբ եւ հայ մելիքները կորցնում էին իրենց դերը աստիճանաբար, հատկապես Փանահ Ալի խանի հայտնվելուց հետո այստեղ խնդիր է դրվում, որ փորձեն Երևանի խանության մեջ մտցնել այս տարածքները եւ այս հարցում իհարկե Էջմիածնի շահագրգռվածությունը կար, որովհետեւ Երևանի խանի հետ ավելի էր ստացվում այդ ժամանակ աշխատանքը, համագործակցությունը եւ տեսնում ենք, որ կարճ ժամանակով այս հատվածի նկատմամբ վարչական իշխանություն ձեռք է բերում Երևանի խանը Ղարաբաղի խանի փոխարեն, այսինքն Արցախում տեղի ունեցող բացասական տեղաշարժերից ապահովագրման փորձ էր կատարում ամենայն հայոց կաթողիկոսը եւ այդ հարցում գնում էր որոշակի աշխատանքների անգամ պարսկական պաշտոնեությանը օգտագործելով։ Այս առումով իհարկե մենք տեսնում ենք, որ հետագա տասնամյակներում այնուամենայնիվ էթնիկ պատկերը փոխվում է եւ այդ շարունակական փոփոխությունները բացաբար անդրադառնում վանքի գործունեության վրա։ Ի վերջո վանքը դադարում է գործել արդեն այն բանից հետո, երբ որ խորհրդային կարգերի հաստատումից հետո այն անցնում է խորհրդային Ադրբեջանի վարչական իշխանության ներքո եւ ցավալիորեն դադիվանքը դուրս է բերվում այն վարչական սահմաններից, որոնք որ 1923 թվականին Բաքվում գծվել էին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի համար, անմիջապես սահմանին մոտ էր ստացվում, բայց դուրս էր մնում եւ հայտնվում էր փաստորեն այսպես կոչված Կարմիր Քրդստանի տարածքում եւ հետագայում պետք է փաստորեն նոր վարչական փոփոխություններով լիներ ադրբեջանական սովորական վարչական միավորների կազմում։ Այս առումով իհարկե նշանակում է, որ դադիվանքում որևէ վանական կյանք այլևս չէր լինելու, վանքը կորցնում էր իր ամբողջ կալվածատիրական այդ միջավայրը, կալվածքները լրիվ կորցնում էր եւ արդյունքում վանքը լքվում է եւ մնում է փաստորեն այդ վիճակում մինչեւ 60-ականներին, երբ որ ադրբեջանական իշխանությունները որոշում են եւ աշխարհիկ եւ հոգեոր կառույցներն օգտագործել բնակավայր այդտեղ հիմնելու եւ բնակարարի կարիքներին ծառայեցնելու համար։ Ինտենսիվ շահագործվել է վանքի ամբողջ ենթակառուցվածքը այդ բնակավայրի կարիքների համար, խոսքը ադրբեջանական բնակարարի մասին է եւ նրանք ուղակի միջավայրը եղծել, ոչնչացրել են շատ բաներ, բայց եկեղեցական կառույցները պահպանվել են մեծան մասամբ եւ ազատագրումից հետո Արցախյան առաջին պատերազմում ազատագրվելուց հետո 1999 թվականին սկսվել են վերանորոգման աշխատանքներ, որոնք հաջողությամբ շարունակվել են որոշ ընդհատումներով մինչև 2010-ական թվականներ եւ դադիվանքը մինչև 2020 թվականի պատերազմը բավականին լավ ապահով վիճակում էր, վերանորոգված, թարմ տեսք ստացած եւ իր պատմական լավագույն տեսքի վիճակում էր։ Այս առումով իհարկե ինչ տեղի ունեցավ 20 թվականի դեպքերից հետո վանքը փաստորեն հայտնվում էր ադրբեջանական շրջափակման մեջ, հատկապես Քարվաճառի հանձնումից հետո
երբ ամբողջ շրջանը Ադրբեջանի վերահսկողության տակ պիտի անցներ, վանքը բոլոր կողմերից կտրվում էր Արցախի Հանրապետությունից, այն փաստորեն Արցախի Հանրապետության հյուսիսում էր մնում եւ կտրվում էր օրինակ Մարտակերտի շրջանի մնացած մասից։ Այս առումով իհարկե սա խնդիր էր եւ ամենայն հայոց կաթողիկոսի խնդրանքով Ռուսաստանի Դաշնության իշխանությունները ռուս ուղղափառ եկեղեցու միջնորդությամբ համաձայնվել են այդտեղ տեղակայել խաղապահ փոքրիկ ստորաբաժանում մի քանի տասնյակ հոգի, որպեսզի վանքը շարունակի գործել որպես վանական առանձին միաբանություն եւ այդպես վանքը որոշակի հերթափոխով հոգեորականների շարունակեց գործել մինչև 2023 թվականի սոսկալի իրադարձությունները եւ Արցախի օկուպացիան, արդեն մնացած մասի նաեւ օկուպացիան ադրբեջանական իշխանությունների կողմից։ Այդ ժամանակ հայ հոգեորականները ստիպված են եղել ռուս խաղապահների ուղեկցությամբ հեռանալ այդտեղից եւ վանքը ցավոք առայժմ չի գործում։ Հույս պետք է տածել, որ շորերից մի օր Դադիվանքը հայոց հնագույն վանական համալիրներից մեկը նորից կգործի, դռները կբացի ոչ միայն հոգևոր հայրերի, այլև հայ ուխտավորների համար։ Իրավամբ Արցախի հոգևոր եւ մշակութային գանձերից է Դադիվանքը, որը եւ ինչպես ամբողջ Արցախը այսօր գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո։ Ադրբեջանական իշխանությունները պատմություն է խեղաթյուրելու իրենց քաղաքականության շրջանակներում այսօր ներկայացնում են, թե իբրև Դադիվանքը ուդիական հոգևոր կենտրոնն է, ինչը բնականաբար անհեթեթություն է եւ ուղղակիորեն հերքվում է պատմական փաստերով։ Իսկ Դադիվանքի մասին պատմող մեր այսօրվա թողարկումը մոտեցավ իր ավարտին, մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse Bank-ը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։